Հարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր են ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև միջին միջանցքի զարգացման համար։ Այս մասին ԻՄԵՐ-ի հեռուստաընկերության հաղորդումներից մեկի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Մակա Բոջորիշվիլին։ Բոջորիշվիլին ընդգծել է, որ ազգային շահերը եւ երկրի անվտանգության ապահովումը Վրաստանի ամբողջ քաղաքականության հիմքում են։ Իհարկե, Հարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր են ոչ միայն մեր երկրների եւ ամբողջ տարածաշրջանի անվտանգության, այլև տրանսպորտային կապի եւ միջին միջանցքի զարգացման համատեքստում։ Սակայն առաջին հերթին մենք ելնում ենք ազգային շահերից եւ մեր երկրի անվտանգությունը թե ներքին, թե արտաքին քաղաքականության մեկնարկային կետն է։ Վրաստանի կառավարությունը որոշել է Անակլիայի Խորջրյա նավահանգիստը կառուցել այսպես կոչված Land-Lord-ի մոդելով, որն աշխարհում ամենատարածվածներից է։ Այս մոդելի համաձայն պետությունը կպահպանի հիմնական ծովային եւ նավահանգստային ենթակառուցվածքների սեփականության իրավունքը եւ ինքնուրույն կապահովի դրանց զարգացումն ու կառավարումը։ Այս մոդելը թույլ կտա պետությանը զարգացնել Անակլիայի նավահանգիստը ոչ միայն մեկ երկրի հետ, ինչպես նախկինում էր նախատեսված, այլ միաժամանակ մի քանի երկրների եւ ընկերությունների հետ, ստեղծելով բեռների հոսքերի ներգրավման լավագույն պայմանները եւ հետեւաբար կապահովի նավահանգստի առավելագույն արդյունավետ գործունեությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին։ Նախարարի խոսքով որոշումը հիմնված է Անակլիայի նավահանգիստը միջազգային լոգիստիկ կենտրոն դարձնելու հիմնական նպատակի վրա, գործընկեր երկրների մասնակցությամբ եւ նրանց շահերը հաշվի առնելով։ Նավահանգստային ենթակառուցվածքների ստեղծումից բացի պետությունը կապահովի Անակլիա տանող ճանապարհային եւ երթուղային գծի կառուցումը, իսկ կոնտեյներային տերմինալում եւ մեծածավալ բեռների տերմինալում անհրաժեշտ ներդրումները կկատարվեն միջազգային ընկերությունների եւ մասնավոր օպերատորների կողմից։ Վրաստանի կառավարությունը հատկապես ողջունում է Անակլիա նավահանգստում միջին միջանցքի անդամ երկրների, այդ թվում Չինաստանի, Կենտրոնական Ասիայի պետությունների եւ Ադրբեջանի ներդրումները։ Վրաստանի կառավարության այս կարևոր որոշումը կամրապնդի երկրի ազգային շահերը, կստեղծի նոր տնտեսական հնարավորություններ եւ Վրաստանը կդարձնի միջին միջանցքի նախագծի հիմնական դերակատարներից, հայտարարել է Կվրիվիշվիլին։ Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության 2026 թվականի հունիսի 1-ի դրությամբ Վրաստանի բանտերում կա 12135 կալանավոր, այդ թվում 577 կին։ Ըստ գործակալության վերջին տվյալների հունիսի 1-ի դրությամբ երկրի ընդհանուր բնակչության 0.31%-ը գտնվում է բանտում։ Կալանավորների 1/3-ի դեպքում սա նրանց առաջին բանտարկությունը չէ, մինչդեռ մնացածը կրում են իրենց առաջին պատիժը։ Այս կալանավորների մեծամասնությունը 18-ից 69 տարեկան քաղաքացիներ են։ Կան նաև 151 անչափահաս եւ 87-70 տարեկանից բարձր անձինք։ Կալանավորների ընդհանուր թվի 76.8%-ը դատապարտված կալանավորներ են, մնացածը սպասում են դատավճռի։ Միաժամանակ հունիսի 1-ի դրությամբ Վրաստանի 14 բանտում մնացել է ընդամենը 197 ազատ մահճակալ, 3 բանտ արդեն գերբնակեցված է, կալանավորների թիվը գերազանցում է սահմանաչափը։ Բանտարկյալների ընդհանուր թվի 14.8%-ը 67 երկրներից ժամանած օտարերկրյա քաղաքացիներ են։ Վրաստանի բանտերում պահվում է ընդհանուր առմամբ 1801 օտարերկրյա քաղաքացի։ Օտարերկրյա բանտարկյալների մեծ մասը Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի եւ Իրանի քաղաքացիներ են։ Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ Կարս, Իգդիր, Արալք, Դիլուջու երկաթուղու շինարարությունը կուժեղացնի Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկաթուղային կապերը, ամրապնդելով տարածաշրջանի տրանսպորտային փոխկապակցվածությունը, հաղորդում է Յենի Սաֆակ պարբերականը։ Բացի այդ, ըստ նախարարի նախատեսվում է Բոսֆորի վրայով Յավուզ Սուլթան Սելիմի կամրջով այլընտրանքային երկաթուղային գծի ստեղծում։ Այս տարի մրցութային ընթացակարգերի ավարտից հետո սպասվում է նախագծի շինարարական աշխատանքների մեկնարկը։ Ուրալօղլուն նշել է, որ վերջին 24 տարվա ընթացքում տրանսպորտային եւ ենթակառուցվածքային նախագծերում ներդրվել է $355 միլիարդ, ինչը երկրին հնարավորություն է տվել ստեղծելու ավտոճանապարհների, ավտոմայրուղիների, արագընթաց երկաթուղիների, նավահանգիստների, օդանավակայանների, լոգիստիկ կենտրոնների եւ զարգացած կապի ենթակառուցվածքի ճյուղավորված համակարգ։ Ուրալօղլուն հայտնել է, որ 2002 թվականից երկաթուղիները սահմանվել են որպես պետական առաջնահերթություն։ Այդ ժամանակահատվածում երկաթուղային ցանցի երկարությունն ավելացել է, հասնելով 14009 կիլոմետրի, որից 2251 կիլոմետրը արագընթաց գնացքների գծերը։
Անկարայում ավելի քան 100 մարդ ձերբակալվել է ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիայի ընթացքում, որը կազմակերպել էր Թուրքիայի կոմունիստական կուսակցությունը Դաշինքի գագաթնաժողովից առաջ, որը նախատեսված է անցկացնել Թուրքիայի մայրաքաղաքում հուլիսի 7-ից 8-ը։ Թուրքիայի իշխանությունները նախապես ուժեղացրել են անվտանգության միջոցառումները։ Քաղաքում արգելվել են զանգվածային ցույցերը, փակվել են բազմաթիվ փողոցներ եւ տեղադրվել են լրացուցիչ ոստիկանական պատնեշներ։ Թուրքիայի կոմունիստական կուսակցության տվյալով երթն անցկացվել է Անկարայի կենտրոնում, Քզլայի հրապարակում։ Ձերբակալվածների թվում եղել են կուսակցության ավելի քան 100 անդամներ, այդ թվում դրա ղեկավարները։ Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ։ Միաժամանակ Ստամբուլում նույնպես տեղի են ունեցել եւս մի քանի հականատոյական ակցիաներ։ Հարյուրավոր մարդիկ երթով անցել են Թաքսիմ հրապարակից մինչև Դոլմաբաչե պալատ, իսկ Քադըքյոյի շրջանում տեղի են ունեցել ձախ կազմակերպությունների երկու առանձին ցույցեր։ Այսօր մենք դուրս եկանք Թուրքիայի բազմաթիվ քաղաքների փողոցներ ՆԱՏՕ-ի դեմ բողոք արտահայտելու համար։ Մենք խոստացել էինք, որ Անկարան չենք հանձնի ՆԱՏՕ-ի կողմնակիցներին եւ չենք թողնի, որ մայրաքաղաքը լռի։ Մենք կատարել ենք մեր խոստումը։ Թուրքիայի կառավարությունը դեռևս չի մեկնաբանել ոչ բողոքի ակցիաները, ոչ էլ զանգվածային ձերբակալությունները։ Մինչդեռ ընդդիմության ներկայացուցիչները կտրուկ քննադատության են ենթարկել իշխանությունների գործողությունները։ Քրդամետ ժողովուրդների հավասարության եւ ժողովրդավարության կուսակցության համանախագահ Թունջեր Բաքրխանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովն օգտագործվում է որպես լայնածավալ սահմանափակումների պատրվակ քաղաքացիական ազատությունների նկատմամբ։ Իրանի մայրաքաղաքի բնակիչները բազմահազարանոց սգո երթով վերջին հրաժեշտն են տվել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին։ Վաղ առավոտից հազարավոր մարդիկ սկսել են հավաքվել այն հատվածներում, որոնք նախապես սահմանվել էին որպես սգո թափորի երթուղի։ Թափորն անցել է Դեմավենդ, Ազադի եւ Էնգելաբ գլխավոր պողոտաներով, հասնելով քաղաքի կենտրոնական հրապարակներ, այդ թվում Էնգելաբ հրապարակ, որտեղ տեղադրվել էր հանգուցյալ առաջնորդի վեր բարձրացված ձախ բռունցքը պատկերող հուշարձանը։ Ուղարկավորության երթին մասնակցողները ձեռքներին պահել են զոհված այաթոլլայի եւ նոր գերագույն առաջնորդի Մոջթաբա Խամենեիի դիմանկարները։ Հավաքվածները վանկարկել են հակաիսրայելական եւ հակաամերիկյան կարգախոսներ, խոստանալով վրեժ լուծել սպանված առաջնորդի համար։ Երթի մասնակիցները նաեւ աջակցություն են հայտնել Իրանի տարածաշրջանային դաշնակիցներին, պարզելով Լիբանանի եւ Գազայի դրոշները։ Նախատեսվում է, որ նմանատիպ սգո արարողություններ կանցկացվեն նաեւ Ղոմ քաղաքում։ Հուլիսի 8-ին Խամենեիի մարմինը կտեղափոխվի Իրաք, Բաղդադ, Նաջաֆ եւ Քերբելա, իսկ հուլիսի 9-ին այն կվերադարձվի նրա ծննդավայր Մաշհադ, որտեղ էլ կկայանա հուղարկավորությունը։ Իրանը հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ կազմակերպված սգո արարողություններին մասնակցել են ավելի քան 70 երկրի ներկայացուցիչներ։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X սոցիալական հարթակում արաբերեն կատարած գրառմամբ ողջունել է տասնյակ պետություններից ժամանած պատվիրակությունների մասնակցությունը, ընդգծելով, որ նրանց թվում են եղել նաև Իրանի հավատարիմ արաբ եղբայրները։ Նախարարը տեղի ունեցածը բնութագրել է որպես պատմական եւ հիշարժան իրադարձություն երկրների միջև հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Արարողություններին մասնակցել են Հայաստանի, Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Օմանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Աֆղանստանի, Լիբանանի եւ մի շարք այլ երկրների պատվիրակություններ։ Իրանական կողմը հատկապես ընդգծել է տարածաշրջանի երկրների ակտիվ մասնակցությունը։ Իրանի իշխանությունների պնդմամբ նման լայն միջազգային ներկայացվածությունն ապահովվել է չնայած Միացյալ Նահանգների ճնշմանը։ Ըստ իրանական կողմի Վաշինգտոնը փորձել է որոշ երկրների հետ պահել սգո արարողություններին մասնակցելուց։ Ադրբեջանի պաշտպանության նախարարի կողմից հաստատված 2026 թվականի ուսումնական պլանի համաձայն Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ավիացիոն ստորաբաժանումներն ուսումնական թռիչքներ են իրականացրել։ Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ թռիչքային անձնակազմերի առողջական ստուգումներից հետո օդաչուներին ծանոթացրել են անվտանգության կանոնակարգերին, իսկ ինքնաթիռները ստուգվել են։ Այնուհետև պլանի համաձայն գործնական թռիչքներ են իրականացվել JF-17C, L-39 եւ Su-25ML ու Su-25 գրոհային ինքնաթիռներով։ Վարժանքների ընթացքում օդաչուները կատարել են անհատական եւ խմբային թռիչքներ, կատարելագործելով օդային տարածքում փոխազդեցության, մարտական առաջադրանքների եւ մարտավարական մանևրների մոդելավորման, թիրախների հայտնաբերման եւ ոչնչացման, նաեւ արտակարգ իրավիճակներում ճիշտ որոշումներ կայացնելու հմտությունները։ Վարժանքների ընթացքում հիմնական ուշադրությունը կենտրոնացած է եղել տարբեր օդերևութաբանական եւ մարտավարական պայմաններում առաջադրանքների ճշգրիտ եւ անվտանգ կատարման, նաեւ ինքնաթիռների մարտական կարողությունների բարելավման վրա։
Միլի Մեջլիսի միջազգային եւ միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեյիդովը եւ Ադրբեջանում Հունաստանի դեսպան Մարիա Պապա-Կոնստանտինուն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցեր։ Սամադ Սեյիդովն այս մասին հայտարարել է սոցիալական ցանցերում։ Մենք մտքեր ենք փոխանակել ադրբեջանա-հունական հարաբերությունների զարգացման, միջխորհրդարանական գործակցության եւ մեր երկրների միջև երկխոսության հետագա ամրապնդման հնարավորությունների վերաբերյալ, գրել է նա։ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով պրոպան-գազ կտեղափոխվի Հայաստան։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ Բիլաջարի կայանից գնացք Հայաստան կտեղափոխի ռուսական պրոպան-գազովլի 30 վագոն։ Մինչև օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի միջոցով առաքվել է ավելի քան 35,000 տոննա հացահատիկ, մոտ 8,000 տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին, 68 տոննա հնդկացորեն եւ 414 տոննա անտրացիտ։ Մարոթ Հարվերդյան, Հարևաններ։